Ասենք Փարտիրոջը քուրեր եղբայրներ ջան, ուրախ ենք, որ նորից ես ձեր մեջ եմ, Հիսուսով բարևներ եմ բերել, Տիրոջ անունը փառավորվի, իրապես աշխարհի մեջ շատ խնջույքներ կա, բայց մեկ խնջույք տարբերվում է, որտեղ որ այո Աստծո զավակների հավաքը կա, ինչի համար տարբերվում, ոչ թե մենք լավն ենք, որ հավաքվել ենք, որ Հիսուսը մեր մեջ է, անունը փառավորվի, աշխարհի խնջույքների մեջ հավաքվում են, Տիրոջ անունով չեն հավաք, Տեր այնտեղ ներկա չի, այնտեղ է ներկա, որտեղ որ իր անունով են հավաքված, պաշտելու իրան, երկրպագելու իրան, անունը փառավորի, սրտան շնորհակալ ենք իր առած սիրո քաղցրության համար, Տիրոջ անունը փառավորվի, ուրեմն կարդամ Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ, ուրեմն 16 խոսքից Խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ լույս ծագեցավ անոնց, որոնք մահվան երկրի ու շուքի մեջ կնստեին։ Անկե հետո Հիսուս սկսավ քարոզել ու ասել. «Ապաշխարեցեք, վասնզի երկնքի թագավորությունը մոտ է»։ Ասում են խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Հիմա ես ուզում եմ կներեք մի պահ տեսնենք այս խավարի մեջ նստած ժողովուրդը, որ լույս տեսավ, ոնց որ չէ խավարի մեջ, այդ շուքի մեջ նստած էին։ Հիմա մենք որ ապաշխարում ենք, Հիսուսին ընդունում ենք այդ թագավորությունը, լավ որ ընկնում ենք մահվան շուքի ծոր, արտասուքի հովիտ, հա՞։ Կատարվում այս բանը։ Տարբերությունը ո՞րն է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մենք աշխարհում այդ խավարի բանի մեջ ենք, չէ՞։ Հիմա տարբերությունը ո՞րն է։ Մենք էլի sense թենես մարդու կյանքը գնալու է, չէ՞։ Հիմա մենք այս մնացած ճանապարհը Հիսուսով ենք անցնելու։ Սա է տարբերությունը։ Եվ արդեն Քրիստոսին, եթե մենք ունենք, արդեն կյանքը ունենք, քուրեր եղբայրներ ջան։ Այն մեղքի մահվանից հանումը մենք հələ տենց չի, որ կատարյալ վիճակի մեջ ենք, լմնցած ամեն բան, չէ, մինչև մենք հələ այս ակետից, որ պիտի հասնենք B կետը, այս միջանկյալի մեջ լիքը հարցեր առաջանում, չէ, մենք սրա մասին էլ պիտի խոսենք, մինչև հաղթանակած կյանք ունենալը, մինչև Քրիստոսի լման հասակին չափին հասնելը, այն միջանկյալում դժվարություններ ունենք, չէ, բայց փառավորվի Տիրոջ անունը, սա ավետարանով է, մենք եթե Հիսուսով ենք անցնում, քուրեր եղբայրներ ջան, մենք եթե Տիրոջ անունն ենք կանչում, մենք անշուշտ պիտի պարպվենք, վարժվենք, մինչև որ գա այդ հաղթանակած, այդ կատարյալ Սուրբ Հոգին հասցնե այս վիճակին։ Եվ միջանկյալ այս հատվածի մասին կուզենամ խոսեմ, որ մենք տեսնենք սա ավետարանով է, այտենց ծայրահեղությունից ծայրահեղություն կա, հիմա այտենց ուսուցում կա, մարդիկ ասում են, ոչ մեր եկեղեցու մեջ, ուրիշ եկեղեցիների մեջ, ասում է, եթե հարուստ ես, ֆինանսապես, բան դու օրտնված ես, դու լավ ամեն ինչ լավ է, բայց դա դիտես չի, բայց մենք կարանք տեսնենք, որ կարա լինի նեղություն, դժվարություն, բայց մարդը իրապես կյանք ունենա, Քրիստոս կյանք ունենա, հանապազորյա հաց ունենա, բայց Հիսուս ունենա, դու կարող ես շատ բան ունենաս, բայց Հիսուս չունենաս, հասկանում եք, դրա համար սա այտենց չհասկան, մարդը կարա նաև հարուստ լինի, նաև Հիսուս էլ ունենա։ Հիմա Սուրբ գրքում էլ Աբրահամը շատ հարուստ էր, չէ՞, կարար քաղաքներ իներ։ Դրա համար Տերը օգնական լինի, մենք տեսնենք, որ ավետարանի հոգով, Տիրոջ խոսքով եւ այդ խոսքը հնարավոր է մենք ընկնենք, այո, այդ մահվան շուքի ձոր լինի, արտասուքի հովիտ լինի, բայց ես տեսնեմ, որ Տերը ինձի հետ է, որովհետեւ ես Տիրոջ անունը կկանչեմ։ Տերն էլ խոսքի համաձայն իմ կողքս է։ Ուրեմն կարդանք, ուրեմն սրան զուգահեռ կարդամ 107 Սաղմոս, ուրեմն 107 Սաղմոս 10-ից կարդանք հələ։ Անոնք խավարի ու մահվան շուքին մեջ կնստեին։ Իսրայել ժողովրդի համար է ասում, բայց սա նկատի ունի բոլոր համայն մարդկությանը, որ խավարի մեջ նստան, ինչպես որ կարդացի, խավարի մեջ նստած ժողովուրդը։ Անոնք խավարի ու մահվան շուքի մեջ նստեր էին, տառապանքով ու երկաթով կապված էին, վասնզի Աստծո խոսքերուն հակառակ կեցան ու բարձրալի խորհուրդը անարգեցին։ Այս տառապանքով երկաթով կապված, այսինքն մեղքի կապանքներով կապված էին ու մարդը իզորուչի այդ երկաթե կապերից դուրս գալու։ Սա միայն կատարվում է Հիսուս Քրիստոսով, իր թափած այրունով։ Ասում է ուստի անիկա ալ նեղությունով խոնարհցուց անոնց սիրտը, ասում է ինքան ու օգնական մը չկար։ Տիրոջը աղակեցին իրենց նեղության մեջ ու զանոնք փրկեց իրենց տառապանքներեն, զանոնք խավարեն ու մավան շուքեն հանեց ու անոս կապանքները կոտրտեց,
թող գոհանան Տիրոջմեն իր զորությանը համար, իր ըրած հրաշներուն համար, որ մարդոց որդիներուն ըրավ, վասզի պղնձե դռները փշրեց ու երկաթե նիգերը գոտրտեց։ Տիրոջ անունը փառավորվի։ Հիմա տես ընկել են մի վիճակի մեջ, բայց ասում է Տիրոջը կանչեցին, անիկա փրկեց, երկաթենիգերը փշրեց, անունը փառավորվի, եւ սա կատարվում է Հիսուս Քրիստոս անձով իմ ու քո կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մենք հնարավոր է Քրիստոսին ընդունած, այո, այդ լույսը ծագել է, խոսքը հասել է, հայտնությունը եկել է, ավետարանի լուրը հասել է, բայց միջանկյալ մենք ընկնում ենք դժվար վիճակների մեջ, փորձությունների, դժվարությունների մեջ, բայց տարբերությունը նա է, որ մենք արդեն ունենք Հիսուս, մենք կկանչենք անոր, շատ կարևոր է իմ ու քո կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Ես ինչ վիճակի մեջ որ կամ, ումն եմ կանչում։ Ես ումն եմ կանչում, եթե Տիրոջը կկանչեմ, հեսա կկարդամ այդ համար, ասում եմ, ես քո կողքդ եմ, կողքդ եմ, ուրեմն դա գրված է Սաղմոս, կարդամ հլը, Սաղմոս 145:18-ում, Տերը մոտ է այն ամենուն, որ զինք կկանչեն, մենք այդ ժամանակ կարծես այդ դժվարության մեջ ես ասում եմ ինչքան հեռու է Տերը, չի լսում երևի իմ ձայնը։ Տերը ասում է մոտ է, որ իզիս կկանչեն։ Այդպես չի, որ մենք մարդ ենք, կարող է մեզի մեկը կանչի արհամարենք, չուզենանք լսենք, չուզենանք պատասխանենք հեռախոսի զանգը, չէ, բայց ասում է Տերը, ով որ ասում է կկանչի ինձի, ես անոր մոտ եմ, թե չէ։ Չէ՞։ Խոսքն ասում, ես չեմ ասում է Տերը մոտ է այն ամենուն, որ զինք կկանչեն։ Դու ումն ես կանչում նեղության օրը, դու քո կյանքի օրերի մեջ ումը կկանչես, Տերը այդքան մոտ է քեզի, Տերը մոտ է ինձի, անունը փառավորվի, եւ ասում է այն ամենուն, որ ճշմարտությամբ զին կկանչեն, այսինքն ավետարանի խոսքի համաձայն, այս ճշմարտությամբ ինձի կկանչեն, եւ ասում է չէ ճշմարտությամբ, ով որ հոգով նայա պաշտում, որ հոգով եւ ճշմարտությունով է, չէ գալիս։ Հիմա մենք ավետարանի խոսքի համաձայն Հիսուս ջան, ճշմարտությամբ քեզի կկանչեմ, քո խոսքի համաձայն ուզում եմ քեզի մոտիկանամ, կկանչեմ քո անունը, եւ Տեր ասում է, ես քեզ շատ մոտ եմ, ես քո մոտ եմ, դու ինձի ասա, քո սրտի եղածը ասա, քո վիճակը ասա, ինչ որ կա, ինչ որ ունես, անհանգստացնող, ինչ որ կա քո կյանքիդ մեջ, դու ինձի ասա, ես քեզ շատ մոտ եմ, անունը փառավորվի։ Մենք այդտենց հարազատական այդտենց զրույց պետք է անենք, որովհետև այս խնջույքները, որ կատարվում է, չէ, մարդկանց մենք ունենք հարազատ բարեկամներ, չէ, կանչում են, այն մեկն է կանչում, այն մյուսն է կանչում, չէ, հարազատանում, բարեկամանում են, այտենց է, հաղորդակցությունից, շփումից մարդը գնալով, ջերմանում, տաքանում է։ Մենք էլ Հիսուսի հետ շփումից այդ հարազատական, մենք էլ ենք ճանաչողության գալիս, մենք էլ ենք հարազատանում Հիսուսին, եւ ամեն ատեն, երբ որ մի բան կլինի, չէ, տագնապած, ինչ որ հարց կլինի մեր կյանքի մեջ, մարդ ենք, անփորձ ենք, լինում է, չէ, սայթակումներ ա լինում, դժվարություններ ա լինում, արտասուք ա լինում, մահվան շուքից օր ա լինում, ոնց որ եղբայրներ ասեցին, բայց սրանից հաջորդում է իր լեցունությունը, Քրիստոս կյանքի գալը, եւ մենք այդ ուրախությունից ոնց է բանը այդ ակումուլյատոր հայերեն ոնց է մարդկոցը ոնց զայրատկի ես դնում չէ ինքը լիցքավորվում է եւ նորից սկսում է աշխատել մենք էլ ունենում ենք այդ բանը ոնց որ երբ որ Քրիստոս կյանքը գալիս է մեր մեջ երբ որ Սուրբ Հոգին լեցնում է ես արդեն ճանապարհս գնում եմ զորությունից զորություն արդեն Տիրոջմով իրանով լեցված ամեն Տիրոջ անունը փառավորվի մարդը եւ մենք ունենք այս կարիքը եթե ես չառնեմ ամեն օրվա սա խնդիր է պատերազմը եթե ես ամեն օրը չառնեմ, ես կթուլանամ, կտկարանամ, կդժվարանամ ու խնդիրներ կառաջանա։ Բայց երբ որ լեցվում եմ, երբ որ փոխաբերական իմաստով զայրատկա եմ լինում սենտերը թողների ես բարիս համար, մենք սկսում ենք արդեն նորից գնալ Տիրոջը, նորից իր երեսը փնտրել, նորից իր ճանապարհների մեջ գալել եւ մերժել այն ինչ որ Տիրոջը հաճելի չի քուրեր եղբայրներ ջան։ Եվ տեսեք 23 Սաղմոսներից մի քանի հատվածներ օրինակ կբերեմ եւ մենք պետք է կանգնենք աղոթքի 23 Սաղմոսի մեջ, տեսեք ուզում եմ կարդամ, մահվան շուքից օրի մեջ էր հայտնվել Դավիթը եւ ինչ էր ասում 23 Սաղմոս ուրեմն 23:4-ից կարդամ, ասում է թեև մահվան շուքի ծորին մեջ ալ պտտիմ,
չարեն պիտի չվախնամ, վասնզի դուն ինձի հետ ես։ Տեսնում եք, ասում է, չի ասում մահվան սուքի ձոր չեմ հայտնվե, դժվարություն չկա, բայց ասում է, այդ ձորի մեջ դու ինձի հետ ես։ Խոստովանենք Տիրոջ, էլ ինչքան ենք ասել դժվար այդ բանի մեջ, Հիսուս ջան, կարող է թողել ես ինձի։ Մի հատ էլ կողից ցավացնում են, ասում են, հա, էլի, այ դու այդ ինչի ես այդ վիճակի մեջ, որ Տերը քո հետ ելներ, դու ինչի պետք է այդ վիճակի մեջ ելնեիր։ Հələ պատկերացնում ես մահվան շուքի ձոր։ Բայց ասում է դու ինձի հետ ես։ Այդ մահվան շուքի ձորը քուրեր եղբայրներ ջան, մենք իսկ ապրում էինք առանց Հիսուսի մահվան շուքի ձորը։ Բայց այստեղ ասում է այդ դժվարություն, նեղություն հələ չի գնացել, այդ փորձությունները, խնդիրները չի գնացել, բայց համարձակ ասում է դու ինձի հետ ես։ Սա է ասում է վկայությունը ունեք ձեր մեջ, այս վկայությունը ես ունեմ, անշուշտ ունեմ, Աստծո հոգին եկել է իմ մեջ եւ վկայությունը կա իմ մեջ եւ այո համարձակ ասեմ Տեր դու ինձի հետ ես, անունդ փառավորվի։ Այն ինչ որ էլ կա իմ կյանքի մեջ, դու լավ գիտես, ոնց տաշես, ոնց դնես, չէ, որ ոնց անես, որ ես համապատասխանեմ, որտեղ որ այդ քարը պետքա դրվի։ Ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Հələ շարունակեմ, ասում է քու ցուպդ ու գավազանդ անոնք զիս պդի մխիթարեն։ Ինչ է էսի խրատը, խոսքի խրատը թող ինձի մխիթարեն, քո Սուրբ Հոգին ինձի թող մխիթարի այդ դժվարության մեջ, որովհետև ասում է, սեղան կպատրաստես առջևս իմ թշնամիներուս դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, անունը փառավորվի։ Հիմա պատկերացրեք մահվան շուքի ծորի մեջ, հələ պատկերացրա, մի հատ հիվանդության մեջ ես, նեղության մեջ ես, ու սեղանա բացվել քո առջև, հաղորդակցվում ես կենթանի Հիսուս Քրիստոսի հետ։ Թշնամիներ տեսնում են։ Այ մարդ ասում է, ես սրան ուզեցա կոտրեմ, սրա հավատքը, սրան ոնց որ սեղան անստել, Հիսուսի հետ հաղորդակցվում է։ Դրա համար անձը էլ էս վիճակի մեջ ասում է, դու ինձի հետ ես, իմ գլուխս յուղով կոծես, նորանոր յուղով կոծես, Սուրբ Հոգին դարման կանի, կմխիթարի ինձի, դրա համար ես համարձակ ասում եմ, Տերը ինձի հետ է, թեև Հոբը ինչ էր ասում, հիշում եք, թեև իմ Տերը սպանիս իս մեկ է Սուրբի խոսքերը չուրացա, անոր պիտի հուսամ։ Ես ուրիշ տեղ չունեմ գնալու։ Տերն է իմ ապավենը, եւ Տերը ինձի հետ է։ Հիմա այդ վիճակը չի վերջացել, խնդիրը չի վերջացել, լուծումը հələ կարծես չի երևում, հիվանդության հարցը չի լուծվել։ Ես համարձակ դավանում եմ, դու ինձի հետ ես Հիսուս ջան, ես արդեն իսկ կյանք ունեմ։ Լույսը վառվում է թե չէ։ Խավարելը դե գործ չունի։ Աչից գալիս է չիլում, դիմացից գալիս է չիլում, թիկունքից գալիս է չիլում, դու ասում ես Հիսուս ինձի հետ է, ես էլ անոր հետ եմ, ու դավանում ես, բերանի դավանությունը, խոսքի լեզվի դավանությունը մեծ զորություն ազդեցություն ունի, խավարը այս սրան Հիսուս անունից է փախնում, ինձնից չի փախնում, փախնում է Քրիստոսի այրունից քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես էլ այդ պաշտպանության տակ եմ, անունը փառավորվի, ավելի համարձակ կդավանեմ, Տեր դու ինձի հետ ես, անունդ փառավորվի։ Ու երկինքը բացված է քո առջև, բայց հələ էլի եմ կրկնում քուրեր եղբայրներ ջան։ Երևույթը կարծես հələ ալիքային է, փոթորիկ է, բայց մեր ներսը, մեր հավատքն է, որ ես Հիսուսով կանցնեմ, եւ այդտեղ գիտես մենք ինչքան բան կսովորենք։ Համբերություն կսովորենք, փորձառություն ձեռք բերենք, հուսալ կսովորենք եւ այս հույսը ինձի քեզի ամոթով չի թողելու։ Մենք ուրախության մեջ ենք մտնելու Հիսուս Քրիստոսով։ Տիրոջ անունը փառավորվի։ Հələ շարունակեմ, ասում է իմ գլուխս յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է։ Հիրավի բարերարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի գան, կյանքիս բոլոր օրերի մեջ, ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակիմ։ Ամեն։ Այդ օրհնությունը, այդ բարերարությունը արդեն ինձի արել է Տերը, այդ բարիքը արել է, ինչ է արել, իր մեկ հատիկը տվել է, այդ արդեն օրհնված եմ ես համարձակ կարամ դավանեմ Հիսուսի անունը, եւ համարձակ ասեմ Տերը ինձի հետ է, եւ ասում է այս շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակիմ, եւ այս խնջույքը արդեն սկսած է, քուրեր եղբայրներ ջան, շատ օրեր գիտեք ինչի մասին ասում, հավիտենական օրեր Տիրոջ հետ պիտի բնակիմ, հավիտյանս հավիտենից այդ շատ օրերը հավիտենականի մասին ասում, այս ընթացքը արդեն իսկ սկսել է իմ ու քո կյանքի մեջ,
Այո, մենք սրա մեջ հավատարիմ պետք է մնանք ուղղակի, հետ չքաշվենք, մենք չհետանք նորից սոխ ու սխտորը, ապա Տիրոջը դավանելով, համարձակ լինելով, մնալով իր խոսքի մեջ եւ Տերը ինձի քեզի զորությունից զորություն պիտի տանի։ 30 Սաղմոս ուրեմն կարդամ, 30 Սաղմոս 5 խոսքից։ Վասնզի 1 րոպե է իր բարկությունը, բայց իր հաճությունը մեր բոլոր կյանքի ընթացքին, իրիկունը լաց կա, բայց արտուն ուրախություն կա։ Ամեն։ Ամեն։ Հիմա լացում ենք, չէ, այնիշ սխալի համար, դժվարության համար գիշեր կլացեմ, արտուն ուրախություն կա։ Այդ արտու ուրախությունը պայծառ արեգակը Քրիստոս կյանքը լույսը ծագել է արդեն ինձի քեզի քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այս բաների համար ես այո շատ հարցեր ինչ որ կա կլացեմ, բայց նաև ասում եմ քո գլուխը յուղով կոծեմ, քեզի կմխիթարեմ, չեն մնա անմխիթար վիճակի մեջ, անմխիթար մարդուն ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես ասա, մեկա թարս հասկանում։ Չի լինում, դարման չի լինում, բայց ասում է ես քեզի պետք է մխիթարեմ, այն անձերին Տերը Սուրբ Հոգին մոտիկանում է, երբ որ կոտրված է սրտով, խոնարհված է իր առջև, այդ անձերին Տերը կմխիթարի, անշուշտ պետք է մխիթարի, երբ որ ես հակառակություն չունեմ խոսքի նկատմամբ, երբ որ իմ սիրտը կոտրված է, խոնարհվել եմ խոսքի առաջ, Հիսուսի առաջ, Տերը ասում է քեզի պետք է մխիթարեմ, եթե մխիթարություն չունենք, ուրեմն ես հպարտության մեջ եմ, քուրեր եղբայրներ ջան, ես Տերը կոնկրետ ցույց է տվել։ Եթե մարդը մխիթարություն չունի, հպարտության բանի մեջ է։ Դրա համար երբ որ մարդը կոտրվում է, խոնարհվում է, դրա համար Տերը ասում է, ես կոտրված խոնարհ հոգին հետ եմ։ Տերը կոտրում է, որ ինձի հետ լինի, բայց հպարտներին, ամբարտավաններին հակառակ կկենամ։ Տերը ուզում է, որ ինձի հետ լինի, իսկ ես տեսնում եմ, որ Տերը ինձի հետ է, եւ ես դավանում եմ, որ Տեր դու ինձի հետ ես, եւ այո, ինչ որ կա, մահվան շուքի ծոր է, խնդիրներ է, դժվարություններ է, արտասուքի հովիտ է, բայց անունդ փառավորվի, դու ինձի հետ ես, քո խոսքի համաձայն։ Ես հավատում եմ այդ խոսքերը, որ դու ասել ես ինձի, եւ Աստծո Սուրբ Հոգին կտեսնես Իշքան լավ կմխիթարի քեզի, կդարմանի քեզի եւ ես արդեն սրա զորությունից զորություն կգնամ, կլեցվի իմ ներսը Քրիստոս կյանքով եւ կգնամ ուրախությունով, բժշկված, լեցուն հավատքով, այս հավատքի կյանք ասում ամեն ատեն ուրախ եղեք։ Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Այս կյանքը Հիսուս Քրիստոսով է։ Հիմա ինչ որ կա, այտենց չհանձնվեմ այդ խնդիրներին, այդ խնդիրներին չհանձնվեմ, այդ մեծ անանցանելի սարերին չհանձնվեմ, հանձնվի ամեն պարագայի մեջ կանչի Տիրոջ անուն, ասում է ես քո մոտ եմ, կանչի, երբ որ կկանչես Տիրոջ անունը, Տերը քո մոտ է։ Եվ այդ ասում է ես քո առջևից կեթամ, խորթ ու բորթը պիտի շտկեմ, ամեն։ Եկեք աղոթք անենք ուրեմն։ Խաղաղություն եկեղեցի, բոլորս ասենք Փառք Հիսուսին, Տերը օրհնի, այսօր Աստված մեզի հետ խոսք ունի խոսալու եւ եղբայրների միջոցով մեզ հետ խոսում է մեր Տերը, եւ մենք էլ որպես իր ազավակները մեր ականջը խոնարհեցնում ենք լսելու Աստծո կենթանի խոսքը, որպեսզի նա ներգործի մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Այստեղ կարող ենք նստած ենք հիմա բոլորս, բայց մեր միտքը ուրիշ տեղ լինի։ Հնարավոր է, գիտեք, որովհետեւ մենք մարդ ենք եւ ունենք շատ հոգսեր, ունենք մտածելու բաներ, ունենք դժվարություններ եւ մեր անընդհատ մեր միտքը գնում է դրա վրա եւ մեր մտքով ուզում ենք այդ բոլոր հարցերը լուծենք։ Բայց գիտեք, որ մտքով բոլոր հարցերը չի լուծվում, սիրելիներ։ Եվ դրա համար, քանի որ եկել ենք Աստծո տուն, մենք բոլորս միասին կենտրոնանանք Աստծո խոսքի վրա եւ թողնենք այն բոլոր մտածմունքները եւ հոգսերը, որոնք պաշարել են մեզ, եւ մեր ականջը տանք Աստծո խոսքը լսելուն, որպեսզի այդ խոսքը ներգործի եւ մեր մեջ կյանք դառնա, սիրելիներ։ Որովհետև Աստծո խոսքը կյանք է, ինքը կյանքի աղբյուրն է, երբ որ հայտնվում է մեզ, մենք ուրախանում ենք եւ տեսնում ենք, որ մեր սրտի մեջ կա փոփոխություն, Փառք Հիսուսին, սիրելիներ։ Աստծո խոսքը կենդանի է, ինչպես գրված է Սուրբ գրքի մեջ, որ Եսայրի սուրից էլ ավելի սուր է, որը թափանցում է, չէ, մարդու միջև ողն ու ծուծը եւ բաժանում է անդե ոգին ու շունչը, սիրելիներ։ Ասենք Փառք Հիսուսին սրա համար։
Ինչ ենք մենք կարծում, որ այդ խոսքերը գրված է ուրիշների համար կամ ուրիշ տեղերի համար։ Այդ խոսքը կենթանի ներկա է այստեղ եւ այսօր էլ այդ գործը ինքը անում է։ Միայն թե մենք բացենք մեր սրտերը իր առաջ եւ ասենք սիրելի Տեր, այսօր եկել եմ քո առաջ, ոչինչ չեմ ուզում անեմ, մտածեմ, խոսեմ կամ անգամ ես չեմ ուզում ստեղծեմ քո ներկայությունը։ Ես ուզում եմ կենթանի հայտնվես իմ կյանքում, իմ սրտի մեջ եւ տեսնեմ քո փառքը եւ ուրախանամ միայն քեզանով։ Երբ որ քրիստոնյային բացվում է Քրիստոս փառքը սիրելիներ, իր համար իր կյանքի բոլոր պայմանները դառնում են ոչնչություն, անկախ նրանից ինքը ինչ տկարություն ունի, անկախ նրանից ինչ ընտանեկան մթնոլորտ ունի, անկախ նրանից ինչ ֆինանսական խնդիրներ ունի, դրանք դառնում են երկրորդական բաներ, որովհետև Քրիստոսը բացվել է իրան, փառք Հիսուսին սիրելիներ։ Տերը օրհնի մեզ բոլորիս։ Իհարկե Աստված մեզի տվել է նաև իմաստություն, շնորհք, որպեսզի մենք հոգ տանենք մեր ընտանիքներին, հոգ տանենք մեր զավակներին եւ դրանից շատ բան է կախված մեր հոգեվոր կյանքի մեր սիրելիներ։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ այսօր ձեզ հետ կիսվեմ մի հատված, որի մասին ես չգիտեմ զրուցել եմ թե չէ, բայց սրտից մեջ դրվեցավ այս խոսքերը խոսեմ կրկին անգամ, եւ մենք կրկին անգամ մեր միտք առնենք, բացվի մեր սիրտը, մեր միտքը եւ հասկանանք Աստծո խոսքը եւ ճշմարտությունը մեր կյանքի համար սիրելիներ։ Խոսքը վերաբերվում է առաջի Կորինթացի եկեղեցու ուղղված նամակից, առաջի գլխից, առաջի խոսքի մինչև 10-րդ խոսքը։ Առաջի Կորինթացիս, առաջի գլխից, առաջինից մինչև 10-րդ խոսքերը սիրելիներ։ Փառք Հիսուսին։ Նախ ուզում եմ ուշադրություն դարձնենք այս խոսքերի մեջ, եթե ուշադրություն դարձնենք ուղիղ, մենք կտեսնենք, որ այս 10 համարի մեջ 10 անգամ խոսվում է Քրիստոսի անունը։ Ամեն մի համարի մեջ կա Հիսուսի անունը, Հիսուս Քրիստոս անունը։ Եթե դուք կարդում եք ավետարանը, պիտի հետի անպայման նկատած ելնեք։ Ամեն մի խոսքի մեջ, առաջինից սկսած մինչև 10-րդ խոսքը խոսվում է Հիսուս Քրիստոս անունը, փառք Հիսուսին սրա համար։ Բայց ինչի համար, չէ՞ որ այդտեղ նպատակ կա, չէ՞ որ այդտեղ գործ կա, որ Սուրբ Հոգին գործում է եւ ցույց է տալի, թե ինչի համար է Հիսուս Քրիստոսը այդտեղ ներկա, իր անունը, իր խոսքը սիրելիներ։ Ուզում եմ հերթով մենք կարդանք բոլորս եւ ուշադրություն դարձնենք այդ խոսքին։ Առաջի խոսքից եմ կարդում. Պողոս Աստծո կամքովը Հիսուս Քրիստոսի առաքյալը լալու կանչված ու Սոսթենես եղբայրը Կորինթոսի մեջ եղած Աստծո եկեղեցուն Քրիստոս Հիսուսով սրբվածներուն սուրբերը լալու կանչվածներուն այն ամենուն հետ, որոնք ամեն տեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը կկանչեն իրենցը ու մերը։ Ձեզի շնորհք եւ խաղաղություն Աստուծմե մեր հորմեն ու Տեր Հիսուս Քրիստոսե։ Ամեն ատեն իմ Աստուծմես ձեզի համար կգոհանամ Աստծո շնորհքի վրա, որ ձեզի տրված է Քրիստոս Հիսուսով, որ դուք անով ամեն բանի մեջ հարստացաք ամեն խոսքով եւ ամեն գիտությունով, ինչպես Քրիստոսի վկայությունը ձեր մեջ հաստատվեցավ, որպեսզի դուք բնավ շնորհքով մնալ չնվազիկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն սպասելուն, որ նաեւ ձեզ պիտի հաստատե մինչև վերջը անմեղադրելի ըլլալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը, հավատարիմ է Աստված, որով կանչվեցաք հաղորդը լալու իր որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Ձեզ կաղաչեմ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը, որ միևնույն խոսքը ունենաք ամենդ ու երկպառակություններ չլինեն, չլան ձեր մեջ, հապա դուք ամենդ մեկ մտքի ու մեկ խորհրդի վրա հաստատված ըլլաք։ Փառք Հիսուսին։ Եղբայրներ, քույրեր, եթե մենք ուշադիր նայում ենք այս հատվածին, տեսնում ենք, որ առաքյալը մանրամասը գրում է, թե այն ամենը, ինչ որ մեզ հետ պիտի կատարվի, դրա գործողությունը, դրա հիմքը Հիսուսն է սիրելիներ։ Եվ առանց դրա ոչինչ չի կարող լինել։ Առանց նրա ոչինչ չի կարող լինել։ Այս բոլոր բաները մենք հիմա հերթով կնայենք, եւ ես խնդրում եմ, որպեսզի դուք էլ աղոթող լինեք, որպեսզի բացվի եւ մենք ամեն մեկս հասկանանք, թե ինչ է կատարվում։ Նախ այստեղ առաքյալն ասում է, որ ինձի Հիսուս Քրիստոսով եմ առաքյալ եղել։ Այսինքն ինքը ինքնակոչ չի, ինքը իրան չի հայտարարել առաքյալ, հապա իր կոչումը եղել է Քրիստոսով, Քրիստոսով, ուրեմն Հիսուս Քրիստոսի առաքյալ ըլլալու կանչված։ Եղել է դա իր ուրեմն հիմքը, որ իրան Տերը կանչել է, սիրելիներ։ Աստծո եկեղեցուն Քրիստոս Հիսուսով սրբվածներուն, սուրբեր ելալու կանչվածներուն։ Ուրեմն ուշադրություն ենք դարձնում այստեղ։ Առաքյալը գրում է իր խոսքի մեջ, ասում է, որ ինքը դիմում է Կորինթոսի եկեղեցուն, որը անվանում է Աստծո եկեղեցի։ Մենք շատ ժամանակ ասում ենք Հոլիվուդի եկեղեցի, չէ՞, բայց իրականում սիրելիներ, դա Աստծո եկեղեցին է։
Ինչը չի ասում Կորինթոսի եկեղեցին, ասում է Կորինթոսի մեջ Աստծո եկեղեցուն։ Միտքարում եք, չէ՞ տարբերությունը։ Սա շատ լուրջ կարևոր բան է, որ մենք հասկանանք։ Մենք սերելներ Հոլիվուդի եկեղեցին չենք։ Դա մեր մարմնավոր անունն է, բայց այստեղ մեր կոչումը, մեր կյանքը, ասում է Կորինթոսի մեջ եղած Աստծո եկեղեցուն։ Լսում եք, չէ՞ տարբերությունը։ Այստեղ Լոս Անջելեսի մեջ գտնված Աստծո եկեղեցին։ Ուրեմն եթե մենք այդ մտքով ենք գալի այստեղ սիրելիներ, ուրեմն մենք լուրջ պատասխանատվության տակ ենք մտնում։ Եթե գալիս ենք Աստծո եկեղեցին, ուրեմն մենք լուրջ գիտակցություն ունենք, որ այստեղ Աստծո ներկայությունն է։ Բայց եթե մենք գալիս ենք Հոլիվուդի եկեղեցի սիրելիներ, այստեղ մենք գալիս ենք մարդկանց հանդիպելու։ Մենք ով է եկել, ով չի եկել, ով ոնց է հագնվել, ով ոնց է նստած, մենք դրան ենք նայելու։ Բայց երբ որ գալիս ենք Աստծո եկեղեցի, մենք այստեղ փնտրելու ենք Հիսուսին, որովհետև ինքն է այստեղ Տերը, Փառք Հիսուսին, չէ՞ դրա համար։ Ու երբ որ մենք այդպես են գալի եկեղեցի, օրհնություն է իջնում մեզանից յուրաքանչյուրի վրա։ Ու երբ որ մեզ վրա օրհնություն է իջնում, կրակ է բորբոքվում սիրելիներ, եւ մենք տեսնում ենք իր փառքը, լինում են անկախ մեզանից լինում են բժշկություններ, անկախ մեզանից լինում են հրաշքներ, անկախ մեզանից լինում են տեսիլքներ։ Հիմա եթե եկեղեցին այս հոգիով է եկել, դրանք անպայման լինելու են։ Մենք անգամ նույնիսկ ջանքել չենք անելու, որ ասեմ, օ, եկեք մի երկու ժամ աղոթենք, որ Սուրբ Հոգին իջնի։ Ոչ սիրելիներ։ Էսի արդեն Աստծո տունը, որտեղ ինքը ներկա է։ Ու երբ որ ինքը ներկա է, ուրեմն ինքը պարզ պետքա գործի այստեղ, Փառք Հիսուսին։ Տերը փառավորվի։ Ուրեմն սիրելիներ, այստեղ մենք ասում ենք, որ մենք կանչված ենք, ասում է սրբվածներուն է դիմում եւ սուրբերը լալու կանչվածներուն։ Մենք խոսել ենք այդ մասին, հիշում եք սուրբերի կարգավիճակը։ Սրբվածներ եւ սուրբերը լալու կանչվածներ։ Սրբվածները սուրբեր լալու ճանապարհին են։ Նրանց որ Աստված սրբել է, սիրելիներ, սրբացրել է, այն ճանապարհին է սուրբեր կոչվելու։ Սրբվածները գնում են դեպի սրբության, դնում են սուրբ լալու կանչվածներ։ Առաքյալը այստեղ տարբերություն չի դրստում, որ ինչ որ մեկը սրբված է, ինչ որ մեկը սուրբ լալու կանչված է։ Դրա այդ տարբերությունը չի անում սերներ։ Նա ասում է սրբվածներուն եւ սուրբ լալու կանչվածներուն։ Սա ճանապարհը, որ անցնում է ամեն մի հավատացյալ եկեղեցում սերելիներ։ Որովհետեւ նա ասում է նախ մեզ սրբեց, չէ՞, հիշում եք։ Հետո փրկեց եւ մեզ հավիտենական կյանք կոստացավ։ Փառք Հիսուսին։ Ուրեմն տեսեք, սրա հիմքն էլ է Քրիստոսը։ Սրբության հիմքը Քրիստոսն է, որովհետև Աստծո խոսքը նաև մեզ ասում է, որ սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ, քանզի ես սուրբ եմ։ Եվ մենք գիտենք, որ սուրբը լալու կանչվածը նա է, որ իր անձը առանձնացնում է Աստծո համար, այս աշխարհից առանձնացնում է։ Նա իր ժամանակը անցկացնում Աստծո հետ, իր ժամանակը տալիս է Հիսուսին, իր հետ անցկացնում, որովհետև ինքը Աստծուց մեկ կանչված է, սուրբը լալու, Փառք Հիսուսին։ Եթե մենք այս հոգիով ենք քայլում, այս հոգիով ենք ապրում այս երկրի վրա ասելներ, մենք վախենալու ոչինչ չունենք։ Աստված մեզ հետ է լինում, Փառք Հիսուսին։ Իր սուրբը ում հետ է գործում, սուրբի հետ։ Հասկանում եք։ Տեսեք, ոչ թե Աստված չի ուզում մեղավորի հետ գործի։ Մենք խոսում ենք սրբության վերաբերյալ, ոչ թե մեղքերին թողություն տալու վերաբերյալ։ Մենք չենք խոսում մեղքերից ազատվելու, հիվանդությունից ազատվելու, մենք խոսում ենք սուրբը լալու մասին։ Ու երբ որ մարդը իրան տեսնում է սուրբ, սուրբը լալու կանչված, Աստված իր այդ գործում ասելներ։ Ինչու, որովհետև Հիսուս մեզի նայում է իր արյան միջոցով, ոչ թե մեր արարքների միջոցով, ոչ թե մեր արածների միջոցով, ապա իր արյան միջոցով է մեզի նայում սուրբ տեսնում, սիրելիներ, որովհետև եթե այդ արյունը չլինի մեզ վրա, հավատացեք, մենք աշխարհի ամենապիղծ մարդն ենք կոչվելու։ Հասկանում եք, որովհետև դա ոչ թե մեր շնորհքն է, այլ Քրիստոսով է սուրբը լալու կանչվածը։ Սա մենք պետք է հաշվի առնենք, ոչ թե ես սուրբ եմ, հիմա այսին վիճակը նայում եմ, ես տեսնում եմ, որ իմ արարքների մեջ սխալ բաներ կա։ Նայում եմ իմ վիճակից, նայում եմ արարքներիս, ապրումներիս, մտքերիս եմ նայում, տարբեր տեսակի իրավիճակներին եմ ես նայում, բայց երբ որ նայում եմ Քրիստոսով, իրանով կանչված, իրանով սրբված սիրելիներ, Աստված ինձ այդպես ընդունում է, Փառք Հիսուսին, որովհետև երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, Տերը նա կանգնելու մեր կողքին, երբ որ հոր առջև կգնանք,
Ինքն է կանգնելու մեր կողքին վկայություն տալու մեր մասին։ Նա չի ասելու, հայրը չի ասելու, արի տեսնեմ ինչ ես արել, ոնց ես արել, խի ես արել, ում հետ ես արել, երբ ես արել։ Այսպեսի դատաստան չի լինում մեզի սիրելիներ, ինչու որտև Քրիստոս կանգնած է իր վերքերով եւ ասում է հայր, այս մի հոգուն ես գնել եմ իմ արյունով։ Հալելույա իրան։ Փառք Հիսուսին։ Եվ հայրը պիտի ասի մտիր քո տիրոջ հանգիստը, սիրելիներ, փառք Տիրոջը։ Բայց այս շնորհքը մեզ վրա լինելու համար, սիրելիներ, չի նշանակում, որ իմ ապրած կյանքը ես երկրի վրա, ես ոնց ուզեմ այտենց կապրեմ, ինչ ուզեմ անեմ, խոսքը գնում է ցանկությունների, մեղքերի, անհավատ շրջապատի հետ շփվելու եւ այլն։ Դա չի նշանակում, որ մի օր գալու եմ, իմ մեկը ես կանգնել եմ Տիրոջ առաջ ու ես այդ բանը ոչ, ես իմ ապրած կյանքի համար պատասխան եմ տալու, սիրելիներ, եթե ես Տիրոջ առջև հաճելի չխաբրեմ։ Եվ Աստված դրա համար շատ միջոցներ ունի, շատ միջոցներ ունի ինձի ազատելու, փրկելու, խոսելու, ազատագրելու այն բաներից, որոնք իրան հաճելի չեն։ Ինչու, որովհետև իր արյունը թափվել է ինձ համար։ Եվ այս արյունը շատ թանկագին է, սիրելիներ, եւ վերջի վերջո պետք է սրբացնի եւ ինձի կանգնացնի հոր առջև։ Փառք Հիսուսի սրա համար։ Տերը փառավորվի։ Ուրեմն ասում է շարունակության մեջ ասում է, ես չեմ ուզում երկարացնել, որպեսզի չձանձրանանք, Հիսուս Քրիստոսը սրբվածներուն, սուրբեր եղալու կանչվածներուն, որոնք այն ամենուն հետ, որոնք ամեն տեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը կկանչեն, իրենցը մեր ու մերը։ Տեսեք ինչ ասում, մենք ասում ենք էսի Կորինթոսին է, չէ՞ գրված այս խոսքը, բայց էսի ասում է ամեն տեղ։ Հիմա մարդը ասում է օրինակ եմ ասում, ասենք գլխաշորը ասում է Կորինթոսի եկեղեցուն, ինչ ենք մենք դա կապում։ Բայց այստեղ խոսքն ասում է ամեն տեղ։ Բոլորի հետ միասին, որտեղ կկանչեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսինքն Կորինթոսի եկեղեցուն ուղղված այս նամակը, սիրելիներ, ամեն տեղին է վերաբերվում։ Մի տեղին չի վերաբերվում, մենակ իրանց չի վերաբերվում։ Նորից կարդանք այդ համարը։ Ասում է այսպես. կանչվածներուն ամենուն հետ, որոնք ամեն տեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը կկանչեն։ Ամեն տեղ։ Հիմա մենք մեղավոր ենք, որ 21-րդ դարում ենք։ Այսինքն այդ խոսքը, չէ, ամեն տեղ վերաբերվում է, սկսված է նորվանից մինչև այսօր, ամեն տեղ, փառք Հիսուսին։ Ինչ ենք մենք սենց հավատում, որովհետև Աստծո խոսքը հավիտենական է, ժամանակավոր չի։ Նրա խոսքը հավիտյանս հավիտենից է, սիրելիներ։ Նա վերջ չունի, Աստծո խոսքը վերջ չունի, նա չի վերջանում։ Նա չի գալի մի ժամանակ ու ասում, վերջ, արդեն վերջացրել եմ, արդեն ինչ ուզում եք արեք։ Նա այսօր կենթանի ներկա է այստեղ։ Կենթանի ներկա է Աստծո խոսքը, եւ այդ խոսքը ինչ կարա մեզանի։ Կարա բժշկի, կարա կյանք տա, կարա հանդիմանի, կարա սրբացնի, կարա առաջնորդի, կարա պատմի մեզ իր սիրո մասին, փառք Հիսուսին։ Եվ այդ ամենը մենք իմանում ենք։ Եվ շարունակության մեջ ասում է. շնորհք եւ խաղաղություն Աստուծմե, մեր Հորմեն ու Տեր Հիսուս Քրիստոս է։ Լսում եք։ Շնորհք ու խաղաղություն մեզի, սիրելիներ։ Ահա այն գլխավոր միտքը, այն գլխավոր ճանապարհը, այն գլխավոր իրականությունը, որ Աստված իր որդու միջոցով մեզի բերել է, շնորհքը եւ խաղաղությունը։ Իսկ այսօր ինչ է կարծում, մարդը ամեն ինչ ինչի կարիք ունի։ Ինչի կարիք ունենք մենք, սիրելիներ։ Խաղաղության, որը որ գալիս է շնորհքից, շնորհք եւ խաղաղություն։ Քրիստոսի շնորհքը, երբ որ հայտնվում է մեզի, նրա հետ միասին գալիս է խաղաղություն, կյանքի խաղաղություն, ներքի խաղաղություն, խաղաղություն Աստծո հետ, քանզի որտեղ մենք ժամանակով ինչ ենք, ժամանակին թշնամի ենք Աստծո հետ։ Ինչի ենք թշնամի, որովհետև մեղավոր ենք, որովհետև աշխարհասեր ենք, որովհետև տարբեր տեսակի առանց Աստծո ենք ապրում, բայց այսօր Աստված մեզ ինչ արեց, հաշտեցրեց իր հետ իր շնորհքի միջոցով։ Եվ շնորհք եւ խաղաղություն մեզի տրվեցավ Աստծո Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Հիմա ես եթե սիրելիներ, այս խոսքերը, որոնք այսօր մենք նայում ենք միասին ու մեր կյանքում իրականացնենք, այսինքն հավատանք, ապրենք, ընդունենք այդպես ինչպես ինքը որ կա, մեր հոգևոր կյանքի շատ խնդիրներ կլուծվեն։ Վախը կգնա, անհանգստությունը կգնա, հասկանում եք, մեղքի վերաբերյալ մեր տառապանքները, որ շատ հաճախ մեզի ուտում են, այս բոլորը կվերջանա մեզանից, որովհետև գիտենք, որ շնորհքը եւ խաղաղությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզի տրվեցավ։ Ապրում եմ ես այսօր էդի թե ոչ։
Կա այդ հոգեբանությունը, այդ մտածելակերպի մեջ, որ ես դրա կարիք ունենալով Քրիստոսով ընդունեցի շնորհք եւ խաղաղությունը։ Իհարկե շնորհք եւ խաղաղություն այդ բոլոր բաները մենք կարանք առանձնացնենք եւ ասենք տարբեր մի քարոզներ անենք, բայց այսօր իմ նպատակս դա չի։ Նպատակս նա է հերթով նայենք, թե որը որից հետո է գալի մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Հերթով դրան գալիս են եւ դա ունի նպատակ, վերջավորություն։ Եվ սրանք բոլորը մեր կյանքում իրականություն են դառնում։ Նայեք ուշադրություն դարձրեք։ Նախ Առաքյալը ասում է, որ եկեղեցին Քրիստոսով եկեղեցուն, Աստծո եկեղեցուն Կորինթոսի մեջ սրբվածներու սրբված կանչվածները, հետո գալիս է շնորհքը եւ խաղաղությունը։ Հետո գալիս է ասում է, որ ամեն ատեն իմ Աստծուց կգոհանամ ձեզի համար Աստծո շնորհքի վրա, որ ձեզի տրված է Հիսուս Քրիստոսով։ Հետաքրքիր է մենք ինչի համար են գոհանում մեր հոգևոր կյանքի մեջ։ Ինչի համար են գոհանում։ Միտեղ մի անգամ նստած էինք, սենց առած սեղան էր, լիքը ամեն ինչ կար ուտելու, նստած էինք եւ մենք վեր ենք անում, իհարկե աղոթք ենք անում, գոհանում ենք քեզի Հիսուս ջան, որ այսքան առատություն ես տվել մեզի, ես մեր սեղանները անպակաս են, չէ, հետաքրքիր է, որ մենք սովորել ենք դրան, որ մեր սեղանները անպակաս լինի։ Մեր սառնարաները դատարկ չլինեն, մենք սովորել ենք դրան։ Եվ մեկը ասեց, տեսնում եք եղբայրներ, այսօր այնքան հեշտ է գոհանալ, որ այս ամեն ինչը կա։ Կա գոհանում ենք, դեշ հեշտ է գոհանալ, իսկ եթե չկա, իսկ եթե չլինի, ինչով պիտի գոհանանք։ Ես մտածում եմ, ասում եմ, պիտի գոհանանք այն շնորհքի համար, որ Աստված մեզի տվել է, իր որդու Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այն շնորհքի համար, որ այսօր մեզի տրված է։ Եթե մենք պատկերացնենք, թե դա ինչ մեծ բան է Իրանից ներկայացնում շնորհքի մեծությունը, թե ինչի մեջ ենք մենք մտել, դա ինչ է ներկայացնում, մենք ամեն օր կգոհանանք դրա մասին։ Կթողնենք ուտելիք, կթողնենք հագնելիք, կթողնենք մեր կյանքի խնդիրներ եւ այլն, ու կսկսենք գոհանալ Աստծուց եւ ասենք շնորհակալ ենք, որ այս շնորհքը մեզի արել ես, որովհետեւ այդ շնորհքը մեզի դժոխքից է ազատել։ Այդ շնորհքը մեզի մեղքից է ազատել։ Այդ շնորհքը մեզի վախից է ազատել, ապրելու անորոշությունից է ազատել սիրելիներ։ Դա շնորհքը իր միջոցով է եղել եւ մենք կգոհանանք ցերեկ ու գիշեր ու կասենք շնորհակալ ենք քեզանից, որ այս շնորհքը մեզի դու տվել ես Տեր Աստված։ Բայց մենք արժանի չէինք դրան։ Միտք առնում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Ու երբ որ մենք այսպես ենք մոտենում Հիսուսին, հավատացեք սիրելիներ, Տերը օրհնում է այս աղոթքը, Տերը օրհնում է իր ներկայությունն է բերում։ Ուզում եք մենք աղոթքից հետո փորձենք այդ սիրելիներ։ Գանք Տիրոջ առջև ասենք Տեր, շնորհակալ ենք այս շնորհքի համար, որ մեզի տվել ես, որ մենք դա ունենք։ Դա մեծ պարգև է մեզի երկնքից, որի համար ոչ չարչարվել ենք, որի համար ոչ փողով ենք առել, որի համար ոչ մի բան չենք մենք հորինել կամ ասենք իրագործել կամ չգիտեմ ինչեր արել, որ դա մեզի ամբողջովին ծրիորեն տրվել է մեզի, որպեսզի մենք փրկվենք սիրելիներ, որին մենք արժանի չէինք։ Շնորհքն հենց էդի է, որ մենք արժանի չէինք, բայց ինքը տվավ մեզի։ Այդ հենց շնորհքն է, մենք արժանի չէինք դրան։ Մարդ արարածը սիրելիներ, այսօր նայեք մենք էլի ապաշխարում ենք, չէ՞, Հիսուսի մեջ ենք, Հիսուսով ենք անում ամեն ինչ եւ այլն, բայց մեր հոգու խորքում մենք հաճախ էլի Աստծո դեմ դուրս ենք գալի։ Հասկանում եք, մեր ապրածների, մեր տեսածների, մեր ընտանեկան, մեր դժվարությունների առջև մենք էլի դուրս ենք գալի։ Այսքան աղոթում եմ, բա ինչի չի փոխվում իմ կյանքը։ Այսքան եկեղեցի եմ գնում, բախի եմ անհաջողության մեջ։ Այսքան անում եմ, բարություններ եմ անում, ոչ մի փոփոխություն չկա կյանքիս մեջ։ Օ սիրելիներ, միթե Աստված այդքան խեղճ է, որ մեզի ցույց տա իր փառքը այդ փոփոխություններով։ Աստված մեզի ասում է, ես քեզի շնորհք եմ տվել, շնորհք, որը քեզ ազատել է դժոխքի ճիրաններից եւ մահվանից։ Փառք Տիրոջը դրա համար։ Եվ վերջապես շարունակում ենք խոսքը, որով դուք ամեն բանի մեջ հարստացաք ամեն խոսքով եւ գիտությունով։ Լսում եք ինչ է ասում։ Ինչպես Քրիստոսի, ուրեմն շատություն դարձրեք։ Ձեզի տրված է Քրիստոս Հիսուսով, որով դուք անով ամեն բանի մեջ հարստացաք ամեն խոսքով եւ գիտությունով։ Այս մեկը շարունակություն, ինչպես Քրիստոսի վկայությունը ձեր մեջ հաստատվեցավ։ Ուշադրություն դարձրեք։ Հեշտնում է արդեն հարստությունը ամեն ինչով, գիտությունով եւ խոսքով եւ վկայությունը մեր մեջ հաստատվեցավ։ Ես ուզում եմ հարցնեմ եղբայրներ քուրեր։ Խոսքով, գիտությունով հարստացաք եւ վկայությունը ձեր մեջ
հաստատվեցավ։ Այս ինչ կյանք է, այս ինչ մոտեցում է, այս ինչ հոգի է, որ մեզի տրված է Քրիստոսից։ Ուզում եմ հարցնեմ, մենք ապաշխարել ենք, եկել ենք Հիսուսով, արդյոք այս ընթացքը կատարվում է իմ կյանքի մեջ, խոսքով ու գիտությունով եւ հարստանում եմ։ Մեզանից յուրաքանչյուրս որ մտածում է ոնց անի որ հարստանա, ես էլ եմ տենց։ Ես ինչ չեմ առանձնացնում դրանից։ Ոնց անեմ որ հարստանամ։ Բայց այստեղ ասում է դու գիտությունով ու խոսքով հարստացաք։ Ինչքան կարիք կա, ինչքան կարևոր է այսի որ ամեն մի հավատացյալ խոսքով ու գիտությունով հարստանա, հարուստ լինի։ Ինչի համար, որ ինքը ճանաչի Քրիստոսին, իմանա իր խոսքով ապրի, որտեղ իր խոսքը ասում է որ ոչ միայն հացով կկերակրվի մարդ, հապա նաև ամեն մի խոսքով, որ դու սա գալի Աստծո բերանից։ Հիշում եք այդ խոսքերը, որտեղ ասեց Տերը։ Անապատի մեջ, փորձության ժամանակ, չէ, որ ասեց այս քարերին ասա հաց լինի, ես պատկերացնում եմ ստեներ, այսինքն Հիսուս 40 օր հաց չի կերել, Հիսուս ոչինչ չի կերել 40 օր անապատի մեջ, անջուր, նույնիսկ շվակել չկա, որ դրա տակ նստի մեր Տերը, անապատա, չորա, տատաստ կա, փուշա, քարերա, ոչինչ չկա դրանից բացի, եւ սատանա մոտիկանում ասում է, եթե Աստծո որդիներից այս քարին ասա թող հաց լինի։ Այս քարին ասա թող հաց լինի։ Ու դու գիտեք, մինչև այսօր սատանան նույն ձևի մոտիկանում է հավատացյալներին։ Մոտիկանա, որովհետև հացը կյանքի բան է, չէ՞։ Այտենց է համարվում, մենք հաց ուտում ենք ու ապրում ենք։ Դե եթե դու Աստծո որդին ես, ինչի՞ ասենց քո կյանքի մեջ։ Ինչի դու Աստծո որդի ես, ուրեմն այդքան աղոթում ես, խի չի լինում։ Դե ասա թող լինի այս հացը։ Չէր կարա Հիսուս այդ հացին ասել ու քարը լիներ։ Ուներ այդ իշխանությունը, ուներ այդ զորությունը։ Բայց ինքը չարեց էդի, ասեց, ինչ ասեց, ոչ միայն հացով կապրի մարդ, ինչա դա նշանակում, ոչ միայն հացով, այսինքն հացով էլ ենք ապրում, հաց ենք ուտում, որ ապրենք, ոչ միայն հացով կապրի, նաև Աստծո խոսքով, Աստծո խոսքով, հալելույա, ասենք Աստծո խոսքով սիրելիներ, որ բերնենք ելն է։ Ուրեմն խոսքով հարստանալը նշանակում է լցվել իր խոսքով, ունենալ իր գիտությունը, որովհետև միտեղ է գրված ասում է իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվեցավ։ Էսի Աստծո գիտության մասին է խոսքը, ոչ թե ասենք շատ իմանալու։ Հասկանում եք։ Մենք կարող է քիչ իմանանք, բայց Աստծո խոսքը իմանանք։ Դա շատ լուրջ բան է։ Եվ շարունակության մեջ կարդում ենք հետևյալ տողերը. Ինչպես Քրիստոսի վկայությունը ձեր մեջ հաստատվեցավ։ Սա շատ լուրջ խոսք է, սիրելիներ։ Ինչպես Քրիստոսի վկայությունը ձեր մեջ հաստատվեցավ։ Մենք տեսնում ենք Քրիստոսի վկայությունը մեր մեջ։ Ապրում է այդ վկայությունը, ինքը մեր հոգու այդ վկայում է, որ Հիսուսն Աստծո որդին է, խոսում է այս բաները ինձ հետ։ Եվ այստեղ առաքյալը Կորինթոսներին ինչ որ գրում է, սա գրում է արդեն կատարյալ եղած ժամանակ, երբ որ արդեն եղել է, չի ասում, որ պիտի գա ժամանակ, որ պիտի լինի, ասում է արդեն հարստացաք, արդեն խոսքով լցվաք, եւ արդեն վկայությունը ձեր մեջ հաստատվեցավ, գոհանում եմ շնորհքի համար, որ ձեր վրա արդեն կա այդ շնորհքը, այս բոլոր բաները մենք արդեն ունենք, թե չունենք, սիրելիներ։ Բայց ինչի չենք իրագործում, որովհետև մեր ուշադրությունը դրա վրա չի։ Մենք պրակտիկ չենք անում, մենք չենք փորձում էդի տեսնենք մեր կյանքի մեջ, բայց դրանք իրականում կա եւ գիտեք ինչի նման է, որ ասում է եկավ մեկին ասում է դահեկան տվեց, ասես տար օգտագործի մինչեւ ես հետ գամ, ու տարավ այդ դահեկանը թաքցրեց։ Թաքցրեց սիրելիներ։ Չիմացավ նրա զորությունը, չիմացավ նրա կարողությունը, չիմացավ նրա հնարավորությունները, չիմացավ։ Ինչի որտեղ թաքցրեց, վախեցավ, ասեց հանկարծ կգա տակ կտամ, ասեմ, էսի քոնը քեզի։ Մենք շատ ժամանակ ես մտածում ենք, չէ՞։ Բայց այն խոսքը, այն գիտությունը, այն շնորհքը, որ Աստված մեզի տվել է, ասում է՝ ի գործ դիր, դա պրակտիս արա քո կյանքի մեջ։ Դրան հետևիր դու, ապրիր դրանով ու քո մեջ կբարձրանա այդ հոգին։ Ու դու կտեսնես, որ դու ապրում ես։ Ինչի՞ չի լինում, նորից եմ ասում, սիրելիներ։ Մենք հիմա կասենք անհավատություն այլն, հավատք էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, մենք ի գործ չենք դնում այդ հավատքը սիրով։ Սա մեր հիմնական խնդիրն է, ի գործ չենք դնում։ Չենք թողնում, որ դա մեր կյանքում զարգանա։ Մենք զարգացնում ենք մեր մեջի եղած ընդհանրապես մեր խնդիրների, մտածմունքները, աղոթքները,
Դե եթե Աստված կամենա, այս գործը սկսեմ լավ կլինի։ Եթե Աստված կամենա, էսի կանեմ լավ կլինի։ Եթե Աստված կամենա, աղոթենք, թող Տերը օգնի, աղոթենք սենց լինի։ Մի անգամ կանգանք ասենք, եղբայրներ, եկեք աղոթենք, որ շնորհքը մեր մեջ աճի։ Խաղությունը մեր մեջ բարձրանա, աղոթենք Աստծո խոսքը մեր մեջ բարձրանա, երևա։ Այս բոլոր բաները մեր մեջ աղոթենք, թող փառավորվի Տիրոջ անունը։ Մենք մեր տարիների մեջ միշտ լսում ենք ժողովրդից, եղբայր ջան, հոգս ունեմ աղոթենք, եղբայր ջան, կարիք ունեմ աղոթենք, հիվանդ եմ աղոթենք, այս անենք, այն անենք։ Հա չեմ ասում չաղոթենք դրա մասին, սիրելիներ։ Եթե մի հատ հույս ունենք, դա մեր Տերն է, դրա համար պետք է աղոթենք, Իրանը պետք է աղոթենք, բայց մի անգամ չենք տեսնում, ասենք, որ մեկը գա ասի, եղբայր, շնորհքից ընկած եմ, ուզում եմ աղոթեմ։ Հասկանում եք։ Ինչի համար, որովհետև նայեք, այստեղ մի հատ խոսք կա, սենց է ասում։ Տեսեք 7-րդ խոսքը, որպեսզի դուք բնավ շնորհքով մնալ չնվազիկ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը սպասելով։ Շնորհքով չնվազիկ։ Այստեղ մի քիչ խոսքի վրա դժվարություն կա։ Լավ չի հասկացվում այստեղ շնորհքով նվազել։ Դա նշանակում է կամ այսպես, շնորհքով չպակսեք, շնորհքը չպակսի ձեր կյանքի մեջ։ Չընկնեք ձեր կյանքից, շնորհքը չընկնի ձեր կյանքից։ Հասկանում եք, այսինքն ասում եմ մինչև Քրիստոսի հայտնությունը շնորհքը չպակսի ձեզանից։ Մի կարում եք, ինչ եմ ասում, շնորհքով չնվազեք, այսինքն շնորհքը չպակսի ձեր կյանքում։ Այսինքն հնարավոր է, որ մեր ապրած կյանքի ընթացքում, մեր հոգսերի, մեր խնդիրների, մեր մտածմունքների մեջ շնորհքը պակսի, ու մենք սկսենք չհավատալ, որ մենք փրկված ենք, չհավատանք, որ մենք ներվում ենք, չհավատանք, որ մենք Քրիստոսով կյանք ունենք։ Այս բոլոր բաները պակսի, եւ երբ որ դա պակսում է, սիրելիներ, մենք ինչ է ստացվում մեզ ստացվում է, որ փորձությանը չենք դիմանում, հիվանդությունների մեջ տկարության մեջ հույսներս կորցնում ենք, նեղությունների մեջ մոռանում ենք Աստծուն եւ այլն, եւ սա Աստծի ճանապարհ է լինում, ինչու որտեվ շնորհքը պակսել է, կյանքը պակսել է, սիրելիներ։ Դրա պատճառով մենք ընկնում ենք դժվարությունների մեջ։ Եվ հետո փորձում ենք ման գալ, ինչ եմ արել Տեր, որ այսպես ա եղել։ Տեսնաս ինչ եմ արել, որ սենց ա եղել։ Պարզ հասարակ մի բան, կյանքը պակսել է իմ մեջ։ Ուրիշ ոչ մի բան։ Դրա համար էլ որ գալիս է փորձությունը, այնպես չի որ մենք ասենք փորձություններից, դժվարություններից մենք բան ենք ապահովագրված ենք այս կյանքի մեջ, սիրելիներ։ Մենք ապրում ենք այս երկրի վրա, ունենք այս երկրի բոլոր բաները, ասենք, ամեն ինչ ինչ որ կատարվում այս աշխարհի վրա։ Ենթարկվում ենք հիվանդության, այս մեր մարմինները ենթարկվում են, ուզենք թե չուզենք դա տենց է։ Հավատանք թե չհավատանք դա այդպես ասեն, էսի մարմինն է։ Եվ իր ֆունկցիաները մի օր դատարում են աշխատելուց։ Սա հավիտյան չի, եթե հավիտյան լինել, ես չենք այսքան ճարճարվում, ես կգնանք երկին կպրծնեինք։ Այս մարմինը տենց է, ժամանակի ընթացքում ծերանում է, հիվանդանում է եւ այլն, հազարը մի բան ալնում։ Այո, երբ որ մենք ապրենք այս երկրի վրա, մենք ենթարկվում ենք այդ ամեն փորձություններին։ Չի նշանակում, որ մենք Աստված ունենք, դրա համար մենք ամեն ինչից ազատ պիտի լինենք։ Դա դες խոստում չկա, դες խոստում չկա ավետարանում։ Մենք կարող ենք ենթարկվել ամեն բանի, հաճախ մեր հավատքի համար, հաճախ մեր սխալ կյանքի համար, հաճախ տարբեր խնդիրներ, բայց այդ բոլոր բաների մեջ Քրիստոսի շնորհքը ապրեցնում է մեզ։ Մեր հոգևոր կյանքը ավելի բարձրանում է, ապրեցնում է, մենք մեր հույսը ավելի դնում ենք Քրիստոսի վրա այդ դեպքում։ Եվ թույլ չենք տալի, որ սատանան մեզի խափանի մեր շնորհքը, սիրելիներ։ Եվ միտեղ Պողոսը գրում է, ասում է Հռոմեացիների նամակի 16-րդ գլխում է դրանից առաջ է ասում Պողոսը, ես ուզում եմ կարդալ այդ խոսքը, ասում է այսպես 16-19-ում, քանզի ձեր հնազանդությունը ամեն մեկուն հասած է, ուստի ձեր վրա ուրախ եմ, բայց կուզեմ, որ դուք իմաստուն ելաք բարին ու միամիտ չարին, եւ խաղաղության Աստվածը խորտակե սատանան շուտով ձեր ոտքերի տակ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ լա։ Դուք նկատել եք, որ առաքյալների նամակները հիմնականում խոսում է, վերաբերվում է շնորհքին։ Անընդհատ շնորհքից են խոսում այդ մարդիկ։ Ինչի, որովհետև մենք ինչքան էլ գալիս ենք Տիրոջը, էլի մոռանում ենք, որ մենք շնորհքով փրկված ենք։ Քրիստոսի շնորհքով ազատվածներ ենք մենք։ Անընդհատ մենք էդի դրա տակ ոնց որ ասած մեր մտքում չի տեղավորվում։ Ինչի, որովհետև Տերն ուզում է, որ մենք հոգևորապես ապրենք եւ ոչ թե մարմնավորապես։ Որ նաև ձեզի պիտի հաստատե մինչև վերջը անմեղադրելի ըլլա մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Ուրեմն որը պիտի հաստատե, շնորհքը պիտի հաստատե մեզի անմեղադրելի լինել։ Լսում եք,
շնորհքը հաստատում է մեզ անմեղադրելի լինել Հիսուս Քրիստոսի օրը։ Տեսնում եք տարբերությունը։ Ով է այդ անում։ Շնորհքն է անում։ Նորից եմ կարդում, որպեսզի դուք բնավ շնորհքով մնալ չնվազիկ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն սպասելուն, որ նաև ձեզ պիտի հաստատե մինչև վերջը անմեղադրելի լալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Ինչը պիտի հաստատե։ Շնորհքը։ Ինչը պիտի մեզի հաստատե, որ չմեղադրվենք։ Շնորհքը, սիրելիներ, Քրիստոսի փառավոր շնորհքը, ասենք Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Եվ վերջապես ամենակարևոր խոսքը է բոլոր բաների մեջ 9-րդ խոսքն է ինձ համար։ Իհարկե 10-ն էլ է շատ կարևոր, բայց այս 9-ը ոնց որ ամեն ինչ իմի է բերում, հավաքում է, ասում է, հավատարիմ է Աստված, որով կանչվեցաք հաղորդը լալու իր որդուն։ Ինչ անելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հավատարիմ է Աստված, որով կանչվեցաք հաղորդը լալու։ Հիմա սիրելիներ, տեսեք, Փառք Հիսուսին, որ մենք փրկված ենք, չէ՞։ Փառք Հիսուսին, որ այս գործը կատարվել է, չէ՞, ասենք մենք, բայց Հիսուսի վերջնական նպատակը, սիրելիներ, մեզի փրկելը չի։ Դա սկիզբն է։ Դա տենց սկսվում է մեր կյանքը։ Փրկությունը դա սկզբնական process է, բայց շարունակական մեր կյանքը Իրան հետ հաղորդ լինելն է։ Սրա համար է մեզի Աստված կանչել, սիրելիներ։ Եթե նայում ենք Պողոս առաքյալին, տեսնում ենք, որ շատ է խոսում հաղորդության մասին, Հովհաննեսը շատ է խոսում հաղորդության մասին, իր հետ հաղորդ լինել, դա ինչ է նշանակում։ Հիսուսն ասում է 17-րդ գլխի Հովհաննու ավետարանում իր քահանապետական աղոթքում ինչ է ասում։ Ասում է Հայր, որպիսի 21 խոսքը, ասում է որպիսի անոնք իմ մեջ լան, ես ալ անոնց մեջ։ Իսկ Գաղատացիներին ասում է, որ ես խաչը ելա, ասում է, որպես Քրիստոսի կյանքը իմ մեջ ապրի։ Հասկանում եք։ Եվ ասում է, թե ես հիմա մարմնով եմ ապրում, Քրիստոսի հոգիով եմ ապրում, Քրիստոս կյանքն է իմ մեջ ապրում։ Դուք պատկերացնում եք, հենց մտածեք, սիրելիներ, մտածեք։ Մենք մարմնավորապես ապրում ենք, այսինքն դա ինչ է նշանակում։ Սովորական մարմնավորապես մենք ապրում ենք։ Խոսքը հոգևոր մարմնավորապես, ֆիզիկականի մասին է խոսքը։ Էդի Պողոսը դե ասում։ Բայց ասում է Քրիստոս կյանքն է իմ մեջ ապրում։ Ես ապրում եմ, քնում եմ, հելնում եմ, ուտում եմ, գործի եմ գնում եւ այլն։ Դա իմ մարմնավորական կյանքն է, մարմնական։ Բայց իմ մեջ ասում է Քրիստոս կյանքն է բնակվում։ Քրիստոսի վերջնական նպատակը, սիրելիներ, իմ մեջ բնակվելն է, հաղորդ անելն է իր հետ, որտեղ ինքը ուրախանում է, որ ես իր հետ հաղորդ եմ լինում։ Ինքը ուրախանում է, որ ես իր հետ խոսում եմ, իրան ընկեր եմ անում, իրան բարեկամ եմ անում, հարազատ եմ անում։ Սա է նպատակը Քրիստոսին գալու, սրա մեջ մենք պետք է աճենք ու զորանանք։ Թե չէ ես ասեմ փրկված եմ, բայց գնամ իմ գործերի, սիրելիներ։ Դա ինձ չի ուրախացնում, հասկանում եք։ Դա ինձ չի տալի առիթ, որ ես զորանամ, բժշկվեմ, ես փրկված եմ, հայտարարենք։ Բայց որ դու Քրիստոսի հետ հաղորդ ես, դա ինչ կարա բերի։ Երբ որ մարդը Քրիստոսի հետ հաղորդ չի սերներ, ինքը ձգտում չունի կարդալու, ձգտում չունի եկեղեցի գնալու, ձգտում չունի աղոթելու, ձգտում չունի եղբայրների հետ, քույրերի հետ ժամանակ անցկացնելու։ Իր մոտ պակաս է այս բանը, ինչի, որովհետև հաղորդություն չկա։ Քրիստոսի հետ հաղորդություն ունեցող մարդը, սիրելիներ, ամեն բան թողնում է գնում է եկեղեցի։ Քրիստոսի հետ հաղորդելի մարդը ամեն բան թողնում է գնում է աղոթքի, ամեն բան անում է, որպեսզի ինքը հոգևոր մթնոլորտում միջավայրում լինի։ Սա ես չեմ ասում։ Եթե կընդունեք Տիրոջից, հա թող Տերը խոսա ձեզ հետ, սիրելիներ։ Սա Տիրոջ խոսքն է։ Եվ հաղորդության համար Հովհաննեսը գրում է շատ կարևոր խոսքեր ասում, չէ, ասում է կգրենք ձեզ ես բոլոր բաները, որովհետև մենք իր հետ հաղորդ լինենք, որ դուք էլ մեզ հետ միասին իր հետ ինչ լինեք, հաղորդ լինեք։ Հաղորդությունը մեզի կյանք է տալի, ամեն օրվա հաղորդությունը։ Ես հիշում եմ մի անգամ շատ էի աղոթում, էլի եմ աղոթում չնայած, բայց էլի աղոթներից մեջ մի անգամ ջերմեռանդ աղոթում էի, Տեր ուզում եմ հաղորդ լինեմ, Տեր ուզում եմ հաղորդ լինեմ քեզ հետ, Տեր ուզում եմ հաղորդ լինեմ, գիտեք ինչ ասեց Տերը։ Ասեց այն խոսքը, որ դու կարդում ես, դա ինձ հաղորդությունն է ինձ հետ։ Դա ինձ կյանք է տալի քեզ, դա է այդ հաղորդությունը։ Խոսքը կարդացեք, սիրելիներ։ Խոսքին հաղորդ եղեք, դրանից կյանք է գալի, դրանից հոգի է գալի, դրանից աղբյուր է գալի կյանքի, ու դու լցվում ես այդ կյանքով, ուրախանում ու փառավորում ես, ալելույա, փառք Հիսուսի, սիրելիներ։ Եվ այդ ժամանակ ոչինչ քո աչքին չի երևում, ոչ մի բան, դու
փառավորում ես Տիրոջը եւ հույսդ ամբողջովին դնում ես իր վրա, ասենք Փառք Տիրոջը։ Եվ վերջապես 17 խոսքը շատ չձանձրացնեմ ձեզ, ինձ թվում է, որ արդեն ձանձրացակ սերլիներ, մի քիչ խոսքը երկարում է, բայց ուզում եմ այդ ամբողջը ոնց որ ասած փոխանցեմ, այս ամբողջը։ Դու գնացեք տուն, կարդացեք 1-ից 10-րդ խոսքերը, հերթով նայեք, հերթով։ Իրար հետևից ոնց է գալիս աճեցնում այս խոսքը մեզի։ Դրանք բոլորը հերթականությունն է։ Կրկնենք միասին, սիրելիներ, սուրբեր, կանչվածներ, չէ, հետո ինչ է ասում։ Շնորհք ու խաղաղություն եկավ հաջորդը, հետո ասում է ձեր մեջ ասում է եղավ շնորհքը, որ տրվեցավ ձեզի եւ հաստատվեց ձեր մեջ խոսքը, գիտությունը, հարստացակ եւ վկայությունը եկավ, վկայությունը շատ հզոր է, ես չեմ ուզում դրա վրա կայնեմ, բայց դա շատ հզոր է, սերլիներ։ Հետո նայած ասում է, որ վերջը շնորհքը ձեզի անմեղադրելի պիտի անե ու հավատարիմ է Աստված, որ կանչվեցաք անոր որդուն հաղորդ լինելու։ Այս բոլոր բաները եթե մեր մեջ աճեց, հաջորդ խոսքը ասում է դու կուզեմ եղբայրներ Քրիստոս Հիսուսի անունովը, որ միևնույն խոսքը ունենաք ձեր մեջ։ Այսի սահմանափակումը դրանից առաջ տալիս այդ բոլոր պարգևները, որով դրանք եթե մենք աճեցինք, էսի հաստատ դրա մեր մեջ կատարվելու է։ Մի խոսք ենք ունենալու։ Չենք կարա տարբեր մտածենք, ուզենք թե չուզենք։ Համաձայն եք։ Փառքանք Տիրոջը։ Ես կխնդրեի ոտքի վրա մի հատ փառաբանության երգ երգենք։ Եվ դրանից հետո մենք պիտի աղոթենք եւ շնորհակալություն պիտի հատնենք այն շնորհքի համար, որ Աստված մեզի ծրիորեն պարգևել է։ Համաձայն եք։ Փառք ես Տեր Հիսուս։